Պարոն Սարգսյան, 26 տարիների հեռվից։ Երեք մենք գալիս ենք մի անձնավորության շիրիմին, որը այնպիսի հետք է թողել մեր երկրի պատմության մեջ, որ ես ամեն անգամ հպարտանում եմ, որ ես իրենը շատ մտերիմ շփվել եմ եւ անգամ մի քանի խնդիր կարողացել ենք իրար հետ կարգավորել, հատկապես ատոմակայանի հետ կապված հարցը։ Մեր երկարատև զրույցները ես իրենից այնքան բան եմ ստացել, որ հիմա երբ որ ես դարձա արդեն վերջին Կենտկոմի առաջի քարտուղարը, ինքը էլի նորից որպես փորձառու եւ շատ ավելի խելացի անձնավորություն ինքը էլի նորից մեկ-երկու ինձ խորհուրդներ տվել է։ Մի բան ասել, որի մտքի մեջ մնացել է, երբ որ ընդունում էի ես Կենտկոմի ապարատ, ինքս չէի անկեղծ ասել, ես ժուրնալիստ եմ մասնագիտությամբ եւ Կոմսոմոլսկայա պրավդայի թղթակից պիտի լինեի։ Ինքը տեսավ ինձ ասեց. «Գիտես, քեզ տանում են միտեղ ինֆորմացիայի բաժին, սեկտոր, որտեղ հավաքված է ամբողջ այդ իմացության հետ կապված խնդիր է։ Ռուսերեն որ ասեց, պիտի ռուսերեն ասեմ, ասեց учти, чем больше будешь знать, тем больше мощность мозга։ Ես հասկացա, որ իրոք ինքը եւ այդպես ապրել է։ Եթե դուք մտնեիք իր առանձնասենյակ, իր սեղանին ամենաժամանակակից գրականությունն էր։ Ճապոնիայի հետ կապված, որտեղ որ շատ հետաքրքիր էր դա ուրեմն տնտեսության զարգացումը, հեղափոխությունը եւ այլն, այդ ամբողջը եւ կարող է լինել ռուսական, կարող է լինել, չգիտեմ, ամերիկյան եւ այլն, ինքը հավաքածու էր իր մոտ այդ ամբողջը։ Դա համար Կարենցով չէ, հա, ես ուզում եմ շեշտեմ, որ ատոմակայանի հետ կապված մենք որ իրականում կարողացանք կազմակերպել եւ Չեռնոբիլից հետո էր ճիշտ ասած, ես ԱԳ նյութ էի հավաքել եւ երբ որ մենք 1.5 տարի իր նախաձեռնությամբ իհարկե ատոմակայանը կանգ առավ եւ վերանորոգվեց ամբողջովին հիմնովի, դրանից հետո ատոմական փակելը հանցագործություն էր, որ արվեց ՇԷ-ի տարիներին։ Ես սա ուզում եմ հատուկ շեշտեմ եւ ասեմ, որ իր մեծությունը նաեւ նրանում էր, որ ինքը երբևիցե հանդես չեկավ, գիտեք, ես արեցի, ես եւ այլն, այդպիսի բան Կարեն Դեմիրճյանը չի ունեցել։ Ինձ որ ես խոնարհում եմ իր հիշատակի առաջ միշտ։